Ողջույն, հուսով եմ լավ եք, վաղուց վլոգ չեմ նկարել և վերջապես տրամադրվել եմ վլոգ նկարելուն։ Այսօր գնում ենք Երևան պարկ, այս փոքրիկ մարդուկի հետ և իմ երկու ընկերուհիների հետ։ Հետեք ձեզ էլ տանեմ, հուսով եմ հետաքրքիր և հավես օր կունենանք։ Գնացինք։ Մենք հասանք տեղ։ Այսա մտնենք ներս։ Այստեղ բոյը չափող սանդղակ կա, որտեղ որոշվում են երեխայի բոյը 90 սանտիմետրից պակասա թե ավելա։ Ամսատ, ցույց տուր։ Ոնց որ թե հլվոր լավ է, հավանում է։ Հիմա նստում ենք նավակը, գնացինք։ Նավակը 10-ից 7, տենց այդքան էլ հավես չէր, որովհետև մենք մեջտեղն էինք նստել, այդ ծայրերին նստողների համար հաստատ հավես կլինի։ Հիմա գնում ենք ավտոդրոմ։ Ռազուլին թողեցինք մի քիչ խաղահրապարակում խաղա, մինչև մենք վախենալու կարուսելները կնստենք։ Հիմա գնում ենք Յանի Քոստեր, են կոմով։ Այ իմ հիստերիկ բաները հետ։ Իմ նոր է լավ։ Մինչև չէ։ Այս ոնց են գնում։ Հենց խառն աստեղ մի քիչ։ Բան չես հասկանում։ Հա երևի սենց։ Ոստվոցին։ Հա լավ ես, մյուսին երևի։ Մյուսին նոր կնստենք ինձ թվում է։ Լավ հերթ հա, որովհետև գները իջել է, զեղ չա։ Ու մենք հերթի մեջ ենք։ Լավ անցնում, որ նույնիսկ չեմ հասցնում վիդեոներ անեմ, նստեցինք այս նավը, շատ լավն էր, հաստատ էլի կնստեմ։ Հիմա պտտվում ենք, Ռազմիկին տարել ենք մանկական խաղահրապարակին կխաղա մի քիչ, մինչև մենք վախենալումները կնստենք, տենց բայց շատ շոք է, ահա որ։ Ուրեմն որոշեցինք հաց ուտենք։ Հերթը պատկերացրեք մերը 140, մերը որն էր 164 ու պատրաստել ընդամենը 120-ը։ Մենք հասկացանք, որ այդքան չենք կարա սպասենք, ավելի լավ է դուրս գանք սենց ման գանք, մի քիչ զբաղվենք, մինչև մեր ուտելիքը պատրաստ կլինի։ Հիմա եկել ենք սենց պուֆիկներով հավես տեղա, նստել ենք, մինչև մի քիչ ամել կհանգստանանք, մինչև մեր ուտելիքը պատրաստ կլինի։
Ռազմիկին էլի տարանք խաղահրապարակ, որ մենք կանք մեծ կարուսելներ նստենք, մեծական։ Հիմա գնում ենք մեծ ռոլեր քոստերը։ Տենց։ Դա իհարկե չեմ կարողանա նկարեմ, բայց տենց։ Նոր։ Ուրեմն շատ լավ էր ռոլեր քոստերը, ես նստած էի ամենասկզբում Հասմիկի հետ, ուրեմն իմ համար շատ լավ էր, մենակ սկզբի պահը, որ սենց ինքը բարձրանում է վերև, հետո ես իջնում այդ պահն էր մի քիչ վախենալու, բայց դրանից հետո այդքան է վախենալու չէր ու արդեն սկսեցի ծիծաղել Հասմիկի ռեակցիայի վրա, բայց շատ լավ էր, հավանեցի շատ, հիմա ուր ենք գնում Գնում ենք են սթից մթից բանը, մենք սթից մթից մի քիչ թեթևան ենք Նավակը ենքան լավն էր, նավակը որն է, նավը Սանտա Մարիան որ նորից գնում ենք երկրորդ անգամ նստենք քանի ռազը խելոք խաղում է տենց մեծական կարուսելները ուզում ենք նստենք քանի դեռ երեխան հանգիստ է էլի տենց Շատ ուշ գնացինք տուն, հոգնած, այլ վիդեո չկարողացա նկարեմ ուրեմն մի քանի բան ասեմ ու վիդեոն ավարտեմ սրանով մենք գնացինք այն ժամանակահատվածում, երբ որ զեղչեր էր, այսինքն 14-12 հազարի փոխարեն վճարել ենք 9000 դրամ 9000 դրամի համար նորմալ էր ամեն ինչ շատ լավ էր, օքեյ, բայց ներսի ուտելիքները ահավոր թանկ են, այսինքն եթե դուք գալու եք երեխաների հետ մեկից ավելի նախ ջուրը ահավոր թանկ, գները չեմ ասում ուղղակի և ուտելիքը նույնպես, բայց եթե զեղչ չլիներ օրինակ 14 կամ 12 հազար դրամ մեծահասակի տոմսը այսինքն 90 սանտիմետրից բարձր երեխաներին էր վճարովի, իմ երեխային 100 էր սանտիմետր բոյը, մենք իր համար եւս 45 րոպե կանգնել ենք հերթ եւ տոմս ենք գնել։ Եթե 14000 կամ 12000 պիտի վճարեք, իմ կարծիքով ինքը բավականին թանկ է ու իրեն հաստատ չի արդարացնում, որովհետև այնտեղ չկան տենց բոմբ վաու կարուսելներ, մի քանի հատ հաշված, իսկ մնացածները նույնիսկ փոքրերի համար, այդ մինչև 90 սանտիմետր հասակ ունեցող երեխաների համար ընդհանրապես ատրակցիոն մի քանի հատ էր, բայց եւ այնպես մենք երեք ունեցանք շատ լավ օր, շատ լավ անցավ, բալիկս ուրախացավ, այդպես շնորհակալություն ձեզ, որ մինչ հիմա նայեցիք վլոգս, սպասեք հետագա վլոգներին, տեսնենք